Թեև օրը ոչ աշխատանքային է, սակայն Երևանի քաղաքապետարանում տոնական ու խիստ աշխատանքային տրամադրություն է։ Երևանի նորընտ իրավականու Անդրանիկ Նիսն է։ Օրենքի ուժով Տարոն Մարգարյանը համարվում է ընտրված քաղաքապետ։ Նա նախ շնորհակալություն է հայտնում երևանցիներին իրենց աշխատանքին վստահելու համար։ Բոլորիս մաղթում եմ արդյունավետ կառուցողական գործունեություն, ի նպաստ Երևանի ու երևանցիների։ Մենք եկել ենք տարբեր ծրագրերով, բայց իրականում շատ ընդհանուր նպատակներով ու Երևանի ապագայի մասին ընդհանուր պատկերացումներով։ Բոլորիս էլ մտահոգ են երևանցիների հոգսերով ու խնդիրներով, շահագրգիռ ենք Երևանի զարգացման ծրագրերով եւ աշխատելու ենք մեր ներուժն ու հնարավորությունները Երևանի ու երևանցիներին ծառայեցնելու պատրաստակամությամբ։ Այսպիսով Տարոն Մարգարյանը կրկին անցնում է աշխատանքային իր պարտականություններին։ Քննարկվեց ու քվեարկության դրվեց օրակարգը, որին սակայն Բարև Երևան դաշինքը չմասնակցեց։ Հենց սկզբում խմբակցության անդամները հայտարարեցին, որ իրենք այսօր չեն մասնակցելու քվեարկությանը, ապագայի մասով դեռ պարզ չէ։ Հետո կտեսնենք, ասաց խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը։ Այսպիսի ձևավորված ավականին չի համապատասխանում հասարակական տրամադրություններին, ուստի եւ մենք Պարոն Մարտիրոսյան, ձեր իրավունքները քվեարկություններին կմասնակցեք թե ոչ։ Գիտեմ, պարոն Մարգարյան, որ Ձեր խմբակցության ղեկավարը հայտարարում է, որ խմբակցության անունից, որ խմբակցության անդամները չեն մասնակցում քվեարկության։ Տիկին Բախշյան։ Այո, պարոն Մարտիրոսյանը ասեց այն, ինչ խմբակցությունը որոշել էր։ Հարկ է նկատել, որ երբ հայտարարվեց, որ քաղաքապետն է Տարոն Մարգարյանը, ավականու ՀՀԿ-ական ու ԲՀԿ-ական անդամները ոտքի կանգնեցին ու ծափահարեցին, սակայն Բարև Երևան դաշինքը ոչ ոտքի կանգնեց եւ ոչ էլ ծափահարեց։ Երևանի ավականու Անդրանիկ Նիստից հետո Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ Դեռ պարզ չէ քաղաքային տրանսպորտը կթանկանա, թե ոչ, մասնագետներն այդ ուղղությամբ աշխատում են։ Դեռ մինչև մասնագետների հաշվարկը չլինի, դրա մասին խոսելը վաղ է։ Քաղաքապետարանը միշտ պատրաստ է եղել երևանցիների համար, մանավանդ սոցիալական այն խավի համար, որոնք իրականում աջակցելու կարիք ունեն։ Մենք մեր բյուջեում նախատեսած ենք լինում աջակցել տարբեր ոլորտներում։ Տարոն Մարգարյանը վստահեցնում է, որ ամեն բան արվում է, որպեսզի մանկապարտեզներում հերթին սպասող երեխաներ չլինեն։ Կան չափորոշիչներ, որոնք պետք է օրենքի կետով պահպանել, այդ թվում երեխաների քանակը։ Մենք քայլեր ենք ձեռնարկելու այս տարիների ընթացքում կամաց այդ խնդիրը լուծել։ Մենք չմոռանանք, երբ որ 2009 թվականին մանկապարտեզ հաճախում էր 20,000 մինչև 20,000 երեխա, երբ որ դարձավ անվճար, հաճախումը դարձավ 30,000 երեխաների։ Վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած Հանրապետության հրապարակի շին աշխատանքների համար հայտարարված բաց մրցույթի մասով քաղաքապետը անհանգստանալու պատճառ չի տեսնում։ Ավելին այն լինելու է շարունակական բաց մրցույթներ կհայտարարվեն նաև բրազիլական, ֆրանսիական եւ այլ հրապարակների համար։ Իրականում մրցույթը կայանալու դեպքում դա չի նշանակում, որ հաջորդ օրը քայլեր են ձեռնարկվելու այդտեղ։ Մրցույթը կարող է արդյունք չտալ, մրցույթը կարող է իրականում այն արդյունքը տալ, որը ընդունելի լինի մեր երևանցիների կողմից։ Այսպիսով Երևանի ավականու հաջորդ նիստը կկայանա երկուշաբթի մայիսի 10-ին, իսկ արդեն մայիսի 11-ին կկայանա Տարոն Մարգարյանի երթմնակալության արարողությունը։ Սիրուշ Պետրոսյան, Արման Գրիգորյան, Սլաքեյեմ։